Ուրեմն, բացվիվանտակուր շիչետանյաշիկ շամրիտը մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել գրված, որտեղ բացվիվանտակուրը ինքը քննարկում է հոգևոր կյանքի փուլերը եւ մատնանշում, թե ամեն մի փուլում կենդանիակը ինքը ինչի վրա պիտի աշխատի։ Այս պահին դեռ որ ուսումնասիրում ենք հոգևոր կյանքի առաջին մասը, եթե մենք խոսում ենք բացի յոգայի տեսանկյունից, ապա այդ առաջի մասը ինքը կոչվում է վայթի բակտի, այսինքն կարգավորիչ սկզբունքների հոգևոր կյանքը։ Գլխավոր իմաստը կանում է նրանում, որ երբ որ անձնավորությունը ինքը վերցրեց հոգևոր կյանքը, ինքը դեռ ոչ մի հոգևոր կապվածություն չունի։ Ինքը հոգևոր կյանքը վերցնում է, որպեսզի կարգավորի իր նյութական կյանքը կամ որպեսզի բավարարի իր հետաքրքրասիրությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ գերագույն աստվածությունը ինքը այդ մոտեցմանը ընդհանրապես դեմ չի։ Ինքը ասում է եղավ, դու զբաղվի քո նյութական գործերը դասավորելով, իմ օգնությամբ, ես համաձայն եմ, որովհետև այդտեղ իմ ու քո մեջ տեղի ունենալու ինձ համար ամենակարևոր բանը, դու սկսելու ես վերականգնել քո վստահությունը իմ հանդեպ։ Եվ ուրեմն այդ ընթացքում, երբ որ ազնվորությունն է ինքը բարեհաջող անցնում է այդ կարգավորիչ սկզբունքների էտապը, որտեղ գլխավոր խոսքը նա է, որ պետք է, հոգևոր կյանքով զբաղվելը ճիշտ է, հոգևոր կյանքով զբաղվելը պետք է, դեռ ռեալ կապվածություն չկա, էլի։ Ու ընթացքում ուրեմն ինքը պետք է կամաց զարգացնի Աստծո հանդեպ ռեալ վերաբերմունքը։ Դրա համար է, որ Բացվիվանտ Թակուրը ինքը ամենաշապես դրանից հետո սկսեց քննարկել ինչն է խանգարում, այսինքն ինչն է նպաստում, կներեք, որպեսզի կենդանիակը ինքը ճիշտ վերցնի հոգևոր կյանքը։ Ամեն անգամ ես մի քիչ կրկնում եմ այդ մասը, չէ, որ ասենք ամենակարևոր բանը դա նա է, որ դու գտնես նվիրյալ, որը ինքը Աստծուն սիրում է։ Ինչի համար, որտեղ մնացածը, չէ, բոլորը գործողություններ են։ Եվ այդ գործողությունները դու կարող ես վերցնես եւ առանց հոգեվորություն չի։ Ասենք պրոստո կարտացիր, ասեցիր 4 պրինցիպալի 16 շրջանքը կգնի, ուտելիք առաջարկի, աստվածություններ պահի, աստվածություններ պահելու կարող սա, ու ապրի։ Եղի բարեկամ։ Դե թող ոչ մեծ խնդիր չկա, չէ, որ ասես վայ բան չի, չեմ կարող հասկանամ, ինչ դա անեմ։ Դա մեջը հասկանալի է։ Չէ՞։ Բայց դեպքում հոգևոր ուսուցիչը ինչի համար է պետք։ Այդ ամենագլխավոր պրինցիպը տալու, որտեղ ինքը միակն է այդ ժամանակ, երբ որ ով ինքը Աստծո հանդեպ սեր ունի։ Եվ ինքը ամբողջ ընթացքում քեզ ներկայացնում է գերագույն Աստծո ազնվորությանն այնպես, որ դու կամաց այդ Աստծո վրա սիրահարվես։ Առաջի քայլով հոգևոր ուսուցիչը ինքը քեզ բացատրում է, թե ինչքան արդար է Աստված նյութական աշխարհում։ Ինչի։ Որտեղ երբ որ մենք չենք հասկանում վերածնունդի գաղափարը, չէ՞, այդ տեսանկյունից Աստված միշտ անարդար ազնվորության տպավորություն է թողնում։ Ինչի համար, որովհետև կան տառապանքներ, որոնք մենք ինքներս ենք վաստակել։ Որովհետև որ մենք ինքներս ենք վաստակել, մենք դա արել ենք մեր անցյալ կյանքերում։ Ու դա կենդանիակի համար այդպես ակնհայտ չի, էլի։ Ոքը չի հասկանում, за что։ Հասկանում եք, թե այս ինչ բանն է իմ հետ, ինչի եղավ ուտարը, բան չի եղել, պրոստը ապրում էի սովորական մարդու կյանքով, այս ինչի եկավ իմ կյանք, չէ։ Ու հոգևոր ուսուցիչը ինքը սկզբից ներկայացնում է գերագույն աստվածավորությանը, թե գերագույն աստվածավորությունը ինքը ընդհանրապես ինչ դեր է կատարում նյութական աշխարհում։ Որպեսզի հասկացվի երկու բան։ Առաջինը, որ ինքը արդար է, եւ այն ամեն ինչ որ մեզ գալիս է, դա այդտեղ իծն է հատկապես, այն բոլոր տվյալները, որը մենք ունենք իծն է, դա մեր վաստակած տվյալներն են, Այդտեղ մենք կարող այսպես էլ իջանալով բոլոր դեպքերում մեզ դուր չի գալիս, չէ, որտեղ զոհի դերը ինքը շատ ավելի հետաքրքիր դեր է, երբ որ բոլորը ասում են վայ բան, ես մեղքեր,
դիսի բան է եղավ, այ կորոնավիրուս սպասեց, չէ՞։ Բայց իրականում դա միշտ կոսվին է անուղակի վիդավորանքա Աստված Աստծուն։ Եթե մարդիկ գիտակցում ա ու կա Աստված։ Բայց եթե տեսությունն էլ ինքը վերաբանավորման գաղափարը չի ընդունում, չէ՞, ոչինչ կարողանում ա բացատրի, բա Աստված ինչի հիմքի վրա է որոշում էլի, որ մեկս էլ իր ծնել մի հատ այնպես պայմաններ դի ունենա, որ ասես նայում ես մեռնել էլ գալիս է։ Չէ՞։ Հասկանում եք։ Ու այստեղ աղոտ հոգեվորսուչիչը ինքը շատ կարևոր դեր է կատարում։ Առաջին հերթին ինքը Գերագույն Աստվածնավրության արտահայտությունն է ներկայացնում։ Իսկ ամենացավոտ ընթացքն է, հա, որտեղ ամենակիչը աստվածապաշտության դարաշրջանի կենդանիները սիրում են ընդունել, որ իրանք ինչ-որ մի հատ մեղք ունեն։ Հիմա կա այդ մեղքին կա երկու մոտեցում։ Մեկը դա ստանդարտ քրիստոնեի գրական մոտեցումն է, ասենք աշխարհում ընդունված գրականությունները հիմա շատ են, էլի, մանավանդ Թոմիսներն, բայց չափը անցնում են, էլի, այդ տեսակետից, չէ՞։ Երբ որ հոգևոր մարդուն տրվում է միան գաղափար, ու դու մեղքի մեջ թաղված ծնվել ես, вообще, մինչև կյանքիդ վերջ, ինչ էլ ուզում անես, не отмоешься, հա, միշտ մշտական պիտի մեղանջես, գլուխդ խփես պատերին, ինչի համար, որ այդ դաժան Աստվածը քեզի ների, վերջապես։ Եվ որ մի անգամ ասում ես Աստված ջան կներես, եթե սխալ եմ արել, լավ չեմ արել, ինք ասված է, չանցան, բայց մինչև կյանքի վերջ, գլուխդ խփես պատերով, հետո էլ հասկանաս, որ ես սեր եմ։ Լուրջ։ Մենք տենց ռիսկով չենք մոտենում էլի գաղափարներին, որպեսզի իրանք քոքը ընկալենք, էլի թե ճուղակի մեջ ենք вообще, սենց կելոք են բաների պես այծը որ ոչխարներին տանում է մորթի, հա, շո։ Հասկանում եք, դիտի այդքան լավ, այդ գաղափարի մի չափազանցությունն է։ Կա մի հատ ուրիշ չափազանցություն, դա հոգեբանների չափազանցությունն է, թողերակից բոլորները, ինչու՞մն է այդ չափազանցությունը, որ հիմա դու ոչ բանը մեջ մեղավոր չես вообще, ոչ բանը մի մեղադրիկ ես, ինչ արել ես, бан, мама недолюбила. Понятно, нашли виноватого. Мама недолюбила. Именно мама. Это манацаться сам. Он меня не нарегал, сестра пилней если мич, и там петь мама, меня то не зоина саки конкурсин. Вот думаешь, мы так будет, там эти такие сейчас охондускас. Тоже бред, да? Başlattık լուրջ գնում են այդ ամենը հետևից, տարիներ են ծախսում, նստում են, այդ մամա նիդալիբիլը թեմայով, գնաց հալ, չգիտեմ, հիշի, թե մի տարեկան հասակում, քո մաման երբ քեզի թարս նայեց, որ դու իդ ընկալեցիր, որպես եսի մի ինչ-որ մի մարդ, այդ հիմա նրանում, որ դու չես կարողանում մեկին ասես բարև, պատու, այս սենց, բան, չեք ասում, որ դա ընդհանրապես չկա։ Դրա համար ես օգտագործում եմ չափազանցված խոսքը, էլի, հասկանում եք։ Ну, երբ որ մենք շփվում ենք ռեալ Աստծո հետ, ռեալ Աստված ասում է, եթե դու մի անգամ իմ անունը անկեղծ կրկնում ես, ինչ արել չես արել, ես քեզ ներում եմ, չէ՞ մոռացրա, չէ՞ դրա մասին մի մտածի, բացավ։ Շա։ Դու եկար հասար ամենակարևորին։ Եկել ես հասել ես ինձ։ Հա? Սրանց հետո կարևոր չի ինչ է իր անում, կարևոր է ինչ ես անելու, պաշլի։ Հա, ուսա մի անգամից մարդում ուղղում է դեպի ապագան, հա, այսինքն Գերագույն Աստվածնավորությունը այստեղ հոգևորացուցիչի շնորհիվ սկսում է հասկանալ, որ Աստված ինքը ոչ ողակալ է, ոչ չարամիտ է, ոչ ինչ-որ ես միշտ ասում եմ, ինքը մեզ ասում է դուք պետք է սովորեք ներել, բայց մեզ իրան ներկայացնում են նենց, որ գլուխդ ոնց ուզում ես պատերով տուր, դու չես կարող վառես այն մեղքը, այդ ամենակարևորը ասում եմ, ամենական ինդերի ժամանակ մեջ, հա, դու ինչ ուզում ես արա, չես կարող վառես այն մեղքը, որը դու չես գործել,
դե գնա ինչ-որ մսալը։ Հասկանում եք, չէ՞։ Բայց այդ 18 անար, ես ամեն անգամ հարցնում եմ, այդ 18 անարավոր է, հնարավոր չի իրականում։ Այդ սա խոսակցություններ ակուս գալիս, չէ՞։ Ուրեմն, հոգևոր ուսուցիչը ինքը սկզբնական շրջանում այդ խնդիրն ալուծում։ Հասկանում եք, որ ինքը ներկայացնում է Աստծո արդարությունը առաջին հերթին, որպեսզի բացատրի, թե որտեղից է ծնվում տառապանքը։ Եվ այնտեղ ինքը օգնում է մեզ, որ մենք կարողանանք ամենակարևոր բանը հասկանանք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ մի կենդանեակի տառապանքի մեջ ոչ մի դերակատարություն չի անում։ Կենդանեակը կամ ինքը իրան տառապացնում, կամ իրան տառապացնում են ուրիշ կենդանեակները։ Всё, բաց։ Ուրիշ ոչ մի խոսակցություն նյութական աշխարհում չկա։ Ինչ անում բա գերագույն Աստծո անձնավորությունը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ստեղծում է նյութական աշխարհը, ասում գրած է ինչ ուզում եք էդի արեք, հենց որ փոշմանեցիք, ես էլ ձեզի հետ դառնալու ճանապարհը։ Սա են իր քայլերը։ Ինքը տվեց հնարավորություն, հետո ասեց, հենց որ հասկացած, որ սխալվել ես, հենց որ ուզես այս սխալը դուղես, ես էլ քեզի հետ դառնալու ճանապարհը։ Սիրուն կամար կանի ճանապարհը ու սկսի հետ դառնալ։ Всё, ոչ մի вообще խնդիր չկա։ Չէ՞, հիմա ուրեմն այ հոգևոր ուսուցիչը ինքը այս բաները Աստծո մասին ներկայացնելուց կենդանեակ ինքը բախվում է։ Որտեղ ամենակարևոր խնդիրն է այդտեղ լուծվում։ Որ ինքը մեկ էլ, եթե լուրջ է, եթե լուրջ է լսում, ինքը մեկ էլ այսպես հետ է նայում ու տեսնում է իսկական ձել է։ Ես Աստծուն միշտ մեղադրել եմ բաների մեջ, որ ինքը չի արել։ Բայց ինձ հենց են տարել, որ ոչի ստացվել է, որ ինքն է արել։ Ինչով։ Մի հատ նախադասություն է։ Որն է այդ նախադասությունը։ Ոչ մի բան տեղի չի ունենում առանց Աստծո կամքի։ Ուսում, մատուվել կախեց, ամեն ինչում աստվածամեղավոր, որտեղ ոչ բան առանց իր բանի չի լինում։ Մենք ասում ենք, այո, իհարկե, որ տերենը չի շարժվում առանց իր կամքի։ Այսինքն ինքը ինչ արի, ինքը ոչ թե ասում է, այս մի շարժվեց։ Ինքը ասում է, ես քեզ թույլ եմ տալի, ոնց ուզում ես, տենց շարժվի։ Դա իր կամքը։ Մնացածի համար դու ինքդ ես պատասխան տալի։ Դու առանձին կենդանեակ ես, դա նշանակում է, որ դու ունես առանձին պերսոնալ, ցանկանալու քո իրավունքը, քո ազատությունը, վերաբերվելու քո իրավունքը, քո ազատությունը, բայց դու հասկանաս, որտեղ մենակ դու չես, տենց բոլորն են։ Բոլոր խնդիրները իրանք առաջանում են այդտեղից, որ մենք չենք կարողանում ընդունենք, որ այդ ազատությունը ունեն բոլորը։ Եվ ամեն մեկը հոգեբանների ասած այդ կարծիքան իրականացնելուց, չէ՞, ինքը ընդամենը մի բան է բոլոր կենդանեակների վրա մունատ գալի։ Ինքը ասում է, իմ կյանքի կարծիքան սենց է, քոնը ինչ է տարբերում։ Եթե ես աշխարհի մասին սենց եմ մտածում, ուրեմն ամբողջ աշխարհը պիտի սենց մտածի։ Ու այդ կարծիքներով միլիոնավոր կյանքեր գրել են կամ։ Ինչով ստեղ աստվածացի։ Աստծո կամքը այդ մի հատ նայել է։ Ինչ ուզում եք արեք։ Դուք ազատություն եք։ Եթե մենք այդ ազատությունը չունենայինք, մենք չէինք կարող ասել, որ մենք բանենք, ազատ կենդանեակներ ենք։ Մենք կլինենք ChatGPT, որը ունի ալգորիթմ ու չունի հոգի, բրց։ Ու ենթարկվում է ինչ-որ մեկի կամքին։ Չենք տարբերվի, չէ՞ դրանից։ Բրց։ Բայց տենց չի, մենք կենդանեակներ ենք, ունենք մեր ազատ կամքը, ու վերջ։ Հիմա, չէ, ու հոգևոր ուսուցիչը ինքը դրա համար է կարևոր։ Հոգևոր ուսուցիչի հետ կա իր կուլտուրան վերաբերվելու, չէ։ Սկզբունքներ կային, որոնք երկրորդ խնդիրը, որը պետք է անպայման լուծվեր, դա նա էր, որ ազնվորությունը ինքը հաջորդ քայլով պետք է հասկանա, որ եթե ինքը ուզում է հոգևոր կյանքով զբաղվի, պետք է ժամանակ ազատի հոգևորով զբաղվելու համար, չէ՞։ Այսինքն, ինչն է օգնում, որ մարդը հոգևոր կյանքը վերցնի։ Առաջերտին պետք է գտնես այն մարդուն, ով Աստծուն սիրում է, ճանաչում է ու սիրում։
Երկրորդ հերթին պիտի ժամանակ տրամադրես, որ այն ինչ որ հոգևոր ուսուցիչը քեզ սովորացնում է, դա կարողանաս անես, հա։ Երրորդ հերթին դա բանն է, որ վերաբերմունքն է սուրբ ատրիբուտների հանդեպ։ Չէ՞։ Եվ մենք տեսեք խոսեցինք նրա մասին, որ իրական հոգևոր մարդը ինքը ուրիշ կրոնականությունների սրբությունների եւ իր կրոնականության սրբությունների մեջ տարբերություն չի դնում։ Միակ բանը, որ ինքը իրան ասում է, դա, որ այս ազնվությունները իրանք ինչ-որ խոնարհվում են այդ նույն աստծուն, բնական անսովոր ձևով, վերջ ընդհանրապես։ Իրանք դիմում են այդ նույն ազնվությանը, ու ինչքան ես եմ մոլորության մեջ, երբ որ մտածում եմ, որ իր անունը Եհովա է, այնքան էլ նա է մոլորության մեջ, երբ որ մտածում եմ, որ իր անունը Ալլահ է։ Ոչ բան, տարբերություն չկա ընդհանրապես։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն այս երեք սկզբունքները իրանք կարևոր են, որպեսզի մարդը վերցվի հոգևոր կյանքը։ Չէ՞։ Հաջորդը ինքը եկավ դա, որ հաջորդ խնդիրը, որ պիտի լուծես հոգևոր կյանքով զբաղվելուց առաջ, դա մի քանի բան է, որ պիտի հասկանաս։ Ինչն է հանգարելու քեզ հոգևոր կյանքում լինել հաջողակ։ Հա, եւ էդի նույնպես 10 սկզբունք են, իրացած։ Ինքը 10, հա։ Հաջորդը արդեն հենց ինքը նվիրած է, այնտեղ 9, բայց ոչ 10, ընդհանուր առմամբ։ Որն է ուրեմն այ երկրորդ բանը, ինչն է հանգարելու, որ դու, ասենք, չկարողանաս նորմալ առաջ գնաս հոգևոր կյանքի մեջ, ասեցի, առաջին հերթին դա վիրավորանքներն է։ Չէ՞։ Վիրավորանքներն է հասված սուրբ անձնավորություններին, սուրբ գրվածքներին, սուրբ վայրերին եւ ընդհանրապես հոգևոր կյանքով զբաղված մարդկանց։ Այսինքն, եթե դու եկել ես հոգևոր դաշտ, շփվում ես հոգևոր մարդկանց հետ եւ հետևում ես ճանճի սկզբունքին, այսինքն ամենտեղ կեղտես մանգալի որ նստես, հա, դու չես կարողանալու հոգևոր զարգացում ունենաս, որովհետև հոգևոր զարգացումը երեխեքյան որն է, ինչ աշակում հոգևոր զարգացում, մենք պիտի վերադառնանք դեպի մեր հոգիները, չէ, իսկ բոլորիս հոգիները իրանք մաքուր են, հոգևոր մարդը ինքը բոլորին գնահատում է այդ տեսանկյունից, ինչքան է դիմացինը զարթնել։ Ինչքան է ինքը իր հոգևոր էությունը զարթացնել։ Իսկ այդ հոգևոր էությունը զարթացնելը ինքը արտահայտվում է երկու գործոնով։ Առաջինը դա կոչվում է պրասվիտլենիա։ Այսինքն, երբ որ ազնվությունը ինքը մշտական հիացած է հոգևոր գիտելիքով։ Это называется просветленность. Երբ որ ինքը ասած, քան գնում սիրահարվում է հոգևոր գիտելիքի վրա։ Դա ինչից է կախված, դա ինքը ինչ որակի հոգևոր ուսուցիչ ունի, չէ՞։ Պրեմա այսպես։ Թե մենք միանգամից հասկանում ենք, թե դա ինչ դեր է կատարում, չէ՞։ Հիմա, տեսեք, ու ասենք, երբ որ առաջինը դա նա է, որ մարդը ինքը պրասվիտլիոնն է, հա։ Երկրորդը դա նա է, որ ինքը բանա առաքինի որակներ է զարգացնում, իր մեջ զարթնացնում է առաքինությունը։ Հա։ Ամենանախասկզբնական առաքինության սիմպտոմներն են 4 սկզբունքները։ Դարձել ապուշակեր, հրաժարվել է ինտոքսիկացիաներից, չի զբաղվում ազատ ոչ մի երևույթով, հա, ու կարգավորել է իր սեռական կյանքը։ Հասկանում եք, այս 4 սկզբունքը ինքը նշանակում է, որ այդ մարդը ինքը արդեն ինչ-որ մի հատ ռեալ քայլ է արել դեպի առաքինություն։ Հիմա, այդ ռեալ քայլի մեջ, այդ չարժևորել, ինքը նախանձ է։ Հա, մարդը պիտի հասկանա, էլի, թե ասենք հոգևոր կյանքում, որը որից հետո է։ Մենք պետք է հասկանանք, որ նախանձը ու փառասիրությունը վերանում են ամենավերջինը։ Հասկանում եք։ Այսինքն, եթե դուք ինչ-որ մի ազնվորության մեջ գտնում եք, որ ինքը
ոչ նախանձա, ոչ էլ փարասենա, չէ՞։ Իսկ նշանակում է ինքը ինքնաիրականացված հոգի է, вообще, ոչ թե այս հոգևոր կյանքով զբաղվող է, զբաղվում է բրծելա։ Ինքը արդեն հոգևոր աշխարհում ապրում իր գիտակցությամբ։ Դա ամենավերջինն է գնում։ Դրա համար ամենասկզբից կենտրոնանալ այդ որակների վրա, այսինքն դուք հասկանում եք, թե որ որակը որից հետո է առաջանում, չէ՞։ Դուք տենց պրետենզիա չեք ունենում, որ ինչի առաջի դասարանցին չգիտի 10-րդ դասարանի քիմիա։ Այդպես պրոբլեմ չի առաջանում։ Դուք միանգամից ճիշտ գնահատում եք, հա։ Ուրեմն 4 պրինցիպներից հետո գալիս է 5 առաջի որակները։ Համեստություն, խոնարհություն, բռնությունից ասած, համբերություն, պարզություն։ Հա։ Այսինքն դուք պետք է տեսնեք, որ այ անձնավորությունը ինքը եթե 4 սկզբունքները վերցրել է, հիմա այդ 5 որակներն է սկսել իր մեջ աճել։ Եթե ինքը սկսել է աճել, այսինքն դուք եք ման գալիս։ Եթե ինքը 4 սկզբունքները պահում է, ու այդ 5 որակները զարգացնում է, ինքը արդեն բան է, էլի ասած, անկեղծ հոգևոր մարդ է։ Հիմա տեսեք, ոչ խոնարհության վրա աշխատելը, ոչ համեստության վրա, որ աշխատելը որ զարթնացնելը, ոչ են, իրանք նախանձը չեն վերացնում, որովհետև առաջի քայլով, երբ որ կենդանիակի մեջ զարթնում է բարոյականությունը, առաքելության գոյավիճակը, չէ, հոգու առաջի զարթոնքն է, հասկանում եք, ինքը նախանձը չի վերանում, նախանձը վերցվում է ղեկավարության տակ, այսինքն կենդանիակը ինքը կարող է նախանձի զգացում ունենալ, բայց երբեք այդ զգացումից քայլեր չի անում այլևս։ Հասկանում եք, չէ՞։ Ու եթե մարդը ինքը այդ գրագիտությունը ունի, իսկ իրան այդ գրագիտությունը տալիս է հոգևոր ուսուցիչը, թե տեսեք, այսինքն, երբ որ մարդը ինքը կիրառում է գիտելիքը, ինքը չի կարող մնալ ճանճ, ինքը դառնում է մեղմ, որովհետև ինքը ամեն կոնտակտի ժամանակ է տանարում, ես կենդանիակը ինչն է արդեն վերցրել, հա, ու եթե ասենք ինքը 4 սկզբունքները պահում է, բայց օրինակի համար ասենք համեստ չի, գոռոզ է, չգիտեմ, խոնարհ չի, ենթարկվող չի, լսող չի, էս չի, այն չի, բայց էս չի, հա, բռնության հանդեպ հակում ունի, համբերատար չի, էս այն է, նշանակում է, որ իր դրականը դա այն է, որ ինքը 4 սկզբունք է, այդ դաշտում է հələ գտնվում։ Ինքը նոր տոտիկ հոգևոր կյանքում, ոյ մնացած բոլոր թերությունները կարող է ցույց տալ։ Հիմա թե որն է կարևորը, որ ինքը հələ չի հասել եսի մուր, թե որ ինքը այս վերցրել է։ Կարևորը որ այս վերցրել է, չէ՞, բայց եթե դուք ճիշտ եք գնահատում, դուք հասկանում եք, ինքը պրոստը առաջի դասարանցի է, վсё, այդ ожидания, սպասելիքների բանը ինքը միանգամից ընկնում է ռեալ դաշտ։ Հասկանում եք։ Այդ ժամանակ ազնվորությունը ինքը կարողանում է ոչ մեկին վիրավորանք չհասցնել, որովհետև բնավորությամբ ինքը միշտ լինում է մեղմ, միշտ կենտրոնացած, թե իսկ ինչա ինքը իրականացրել, ինչի է հասել, որն է իր ձեռքբերումը, հասկացաք։ Հիմա մենք խոսացինք, որ ցանկություն չկատարել, ցանկություն պարտադրել, դա վիրավորանք վիրավորների հետ, չէ՞։ Հաջորդը դա նա էր, որ անձնավորությունը ինքը պետք է խուսափի ոչ նվիրյալների հետ շփումների հետ կապված։ Այս կետում շատ հաճախ, ինչ-որ տարբեր սեկտաների մեջ չափազանցված բաներ կան, որտեղ մարդիկ իրանք sense միանգամից վերցնում են կոպիտ ձևով, կտրվում են կյանքից, կտրվում են հասարակությունից, եսի բան չէ, իրականում կան հոգիներ, որոնք ռեալ շատ բարձր հոգևոր զարգացման մակարդակում են, եւ իրանք հրաժարվածի որակավորում ունեն, խնդիր չկա, բայց այդ սկզբունքը կիրառել ամենասկզբից դա սխալ է, Մաքսիմոն Թակուրը ինքը շատ փափուկ մոտեցում ունի ընդհանրապես այդ խնդրին, ինքը ասում է, հիմա աստվածամերժության դարաշրջան է, դա նշանակում է, որ մենք բոլորս ապրում ենք աստվածամերժ պետությունների մեջ,
ինչքան էլ ուզում է կրոնականություն լինի, ինքը պետությունը, ինքը աշխարհիկը։ Ու մենք շրջապատված ենք այդ աշխարհիկ մթնոլորտով, որը ինքը հենց որ դու դա միշտ քննարկում եմ, որ հենց որ դու ուզում ես մի քիչ խորը զբաղվես հոգևոր կյանքով, քիզ մի անգամից ասում են աղանդավորը, դու հասարակությունից դուրս եք գցում, всё։ Ձևական կրոնականություն, пожалуйста, գլխից դնեմ մանտան, իրական կրոնականություն, пошел вон, всё։ Հասկանում եք, չէ՞։ Էս է իրականությունը։ Հիմա Բացիվոր Թակուր ինքասպան, բայց մեկ է, քանի դու դեռ ես բարդի մեջ ես, քանի դեռ ծնվել ես այս հասարակ, այս դարաշրջանում, հա, դա նշանակում է, որ դու այդ մարդկանց հետ ես ստիպված, օրինակ, ամենափոքր Զազիբլեոնի թեմաները, դու այդ մարդկանց հետ ես ստիպված վաստակես քո մի կտոր հացը, որպեսզի կարողանաս ունենաս նորմալ մարդկային կյանք, այսինքն կարողանաս ունենաս ընտանիք, երեխա, չգիտեմ, դա ինչը բանա, չէ, էկոնոմիկա է, չէ, ուզում։ Այդ էկոնոմիկան, հա, այդ եթե դու, այսինքն ինչ ասում Մաքսիմոն, ինքը ասում է, եթե դու նյութապաշտերի հետ շփվում ես, ուղղակի այդ տնտեսվարության հարցերը լուծելու համար, հա, դու ճիշտ շփման մեջ ես։ Դու անցար սահմանը, երբ որ քեզ օրնասվեցիր դրա վրա, որ նյութապաշտի հետ շփվելը քոմար հավես է։ Այսինքն քոմար հավես է, նստել նյութապաշտի հետ, չգիտեմ, բան, ստեղից ընդեղ դնել հարևանների ոսկորները, սրա մասին բան բասել, նրա մասին չգիտեմ, ինչ անել, պատմել քո դառնուցավի մասին, լսել դրա դառնուցավի մասին, բան, դες այդ ամեն անել, թողնող վայ ինչ լավ էր։ Հասկացաք, այսինքն, երբ որ դու սկսում ես ոչ աստվածակենտրոն մարդկանց հետ ժամանակ սպանել, սա է գլխավոր գաղափարը։ Դրա համար Բաքսիլուտիկը ասում է, եթե հարաբերությունները իրար գործնական են, ընդ որում, երբ որ մենք ասում ենք գործնական, դա մենակ աշխատանքը չի։ Գործնական նշանակում է ինչքան որ պետք է, հա? Ու մենք ասեցինք, որ եւ ընկերական հարաբերությունների մեջ, եւ ծնողական հարաբերությունների, բարեկամական, չգիտեմ, ծառայողական, սիրային բոլոր հարաբերությունների մեջ այդ մինիմում պետքան ինքը կա։ Օրինակ, դու ընդունել ես հոգևոր ճանապարհ, հա, բայց ամուսնացել ես։ Դու ընդունեցիր ամուսինդ ոչ, դու ընդունեցիր կինդ ոչ, չէ՞։ Ու չի շախում դասից, всё, ես քո հետ այսօր չեմ շփվում, կարող ես հավաքել ճամփուկդ եւ հեռանալ այստեղից, կամ ես եմ հավաքում ու հեռանում եմ։ Կամ ինչ-որ տեսնի բան, չէ՞։ Այդ դա Բաքսիլուտիկը ասում է, դա սխալ է։ Հա։ Դու պրոստը քո ներսում արդեն ունես մի տարածք, որը դու լցնում ես հոգևորով։ Հա։ Այդ տարածքից դուրս ես գալի, ինչքան որ պետք է շփվում ես բոլորի հետ, ու հետ ես դառնում քո մեջ։ Այդ ժամանակ քո ամեն ինչը ճիշտ է։ Չէ՞։ Այդ տեսեք, հենց որ դու դեռ մտած չափազանցության մեջ, ինքը չի թողնելու, որ դու հոգևոր զարգացում ունենաս։ Այս պունկտերը, որը մենք հիմա ենք նայում, իրանց գլխավոր բանը է դա, որ երբ որ մենք այստեղ թերություններ ենք ունենում, չէ՞, մենք բան ենք անում։ Մենք խոչընդոտում ենք մեր հոգևոր զարգացումը, այսինքն հոգևոր զարգացումը ինքը կանգնում է, չէ՞։ Հաջորդը, որի պատճառով անձնավորությունը ինքը կարող է կանգնացնի իր հոգևոր զարգացումը, դա չափից ավել աշակերտներ վերցնելն է։ Դա քննարկել ենք, չէ՞։ Ուրեմն, այն մյուսը, հրաժարվել տարբեր տեսակի գրականություններ, չափից ավել տարբեր տեսակի գրականություններ ուսումնասիրել, չէ՞։ Ինչու է սա ոչ բարենպաստ։ Գիտեք ոնց է էլի, ցանկացած գրականություն ինքը իր մեջ պարունակում է ինչ-որ մի հատ գաղափարախոսություն։ Ցանկացած գաղափարախոսություն վերցնելու համար դու պետք է, եթե ասես 0-ից մինչև վերջ ուսումնասիրես, չէ՞։ Երբ որ մարդը ինքը մի օր էսա կարդում է, մյուս օրերն է կարդում է, մյուս օրը դաոիզմ է կարդում, մյուս օրը Կոնֆուցի է, մյուս օրը չգիտեմ էսեն, ինքը ոնց է գնում, էլի ինքը գնում է, վայ, այստեղ էս ինչ բաններ է դարքիր։ Այսի հետարքիր, ջերեսի հետարքիր, ջերես ինչ բան է հետարքիր, էսի վերցիցի։ Գնացինք, այստեղ այն ինչներ հետարքիր, հա, ու ինքը իր համար այդ ժամանակ պատրաստում է ինչ-որ մի հատ կաշա էլի, այն ռուսները մի հատ սուպ ունեն, սալյանկա։ Այն որ խալաջենիկը բացում են, ինչկա չկա լսվում,
Կան դերություն մնաց սուպի մեջ, նոմա այդ սուպը։ Հասկաց։ Այդ նոմա նույն բանը։ Եվ տեսեք ասենք, որովհետև դու ամեն ինչից ինչ-որ բան կիսավ բան ես վերցրել, չէ՞։ Դու դա երբեք չես կարող միացնես ու դարձնես մի հատ սիստեմա։ Որտեղ դու вообще չգիտես, թե հոգևոր կյանքը ինքը ինչ քայլերից է բաղկացած, որպեսզի կարողանաս ասես, թե այսի որոնդեից վերցրեցի, էդի որ քայլի մեջ պիտի տեղադրեմ։ Հասկանում եք։ Մենք դրա համար ենք քննարկում, էլի, որ կան հոգևոր ճանապարհներ, որոնք իրանք խիստ սիստեմավորված են, շատ խիստ սիստեմավորված են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ խիստ սիստեմավորվածությունը ինքը քեզ պատկերացում է տալիս, թե ինչ աստիճան է, որտեղից է սկսում, ոնց է քայլում, որտեղ ոնց ինչ է բացանում, ուր է բերում։ Ուտեղ մի բան հանելը, դա շատ ոչ բան չես հասկացել вообще։ Հասկացաք, չէ՞։ Հիմա ուրեմն այսա դրա համար բան է, էլի։ Ու եւ մարդը ինքը տեսեք օրինակ ասենք մարդը ինքը երբ որ զբաղված է իր ինքնաիրականացմամբ, չէ՞, իրականում իրան ինքնաիրականացման համար երեք ջան, էրուդիցիա պետք չի։ Հասկանում եք։ Էրուդիցիայի հետևից գնում է այն մարդը, որը ինքը հոգևոր դաշտում ուզում է դառնալ հեղինակություն։ Այսինքն որ նստի խոսան, բան ինչ գիտի, բան ինչ տեքստ ասել, սա Ղուրանը գիտի, Բիբլիան գիտի, Բhagavad Gita-ն գիտի, Taoism-ը գիտի, հետո ամեն ինչ անգիր հիշում է, ինչ տեքստեր ասես անգիր բերում է, սա պատմությունները գիտի, չգիտի, մի գիտի ինչի համար է պետք։ Հասկանում եք իրականում, այս իսկականից հոգևոր կյանքում գնալու համար ինքը շատ քիչ բան է պետք։ Շատ քիչ։ Հավատացնում եմ ես։ Այսինքն այդա ինքը գործոն է։ Հենց այսինքն որ դու շատ ես կարդում, դաժան շո դու գնացիր էրուդիցիայի հետևից։ Եվ որ դու էրուդիցիայի հետևից ես գնում, ես ուղղակի էսի դիմացա հետարքիր էր, բայց հոգևոր աճ դու չես ունենում։ Հասկանում եք, որտեղ հոգևոր աճը դա քայլերի հաջորդականություն է։ Գրադիետ հաջորդականություն։ Հա? Եվ երբ որ ազատությունը ինքը սկզբունքը չի պահում, ինքը ապահովում է, որ իր հոգևոր կյանքը ման չի ներվում էլի, ինքը առաջընթաց չի կարող ունենալ։ Հաջորդ երկուսը, որը մենք անցյալի նախացյալ անգամ քննարկեցինք, իրար հետ խիստ կապված են, չէ՞։ Մեկը դա հավասարակշռությունն էր, այսինքն որ հոգևոր մարդը ինքը պետք է իրան հավասարակշիռ պահի, երբ որ իր կյանքում լինում են լավ կամ վատ իրադարձություններ։ Ну, ասենք, երբ որ հավասարակշռություն, երբ որ վատն է լինում, դա բոլորի համար բարձ է, այդտեղ խոսալու բան չկա, չէ՞։ Այդ երբ որ լավի մեջ պետք է հավասարակշիռ լինես, մենք դա հատուկ դեռ քննարկեցինք, բայց չէ՞ որ բայց դա պստե արագի մեջ բան ենք անում, որ առաջ գնանք, էլի։ Այս սկզբունքը, մեկ էլ այդ սկզբունքը, որ թախիցի մեջ չի կարելի մնալ, չէ՞, ինչի համար։ Մենք ասեցինք, որ եթե անձնավորությունը ինքը այդտեղից է սկսում, եթե ինքը հավասարակշիռ չի կարողանում վերաբերվի իրադարձություններին, չէ՞։ Հիմա, եթե ինքը երջանկություն է ստացել, եթե ինքը ինչ արժանքում հավասարակշիռ, դեք սենց ասեմ, մի հատ ուրիշ ձևով ասեմ այս անգամ։ Հավասարակշռություն պաշտպանել է երջանկության ու տանը։ Ինչ։ Հա, սենա կցուսակն է։ Ուրեմն հավասարակշռությունը պահելը, չէ՞, դա նշանակում է եւ երջանկության, եւ դժբախտության մեջ նույն ձևով զբաղվել հոգևոր կյանքով։ Հասկացաք։ Տեսեք, մարդը ինքը երբ որ երջանկություն է ստանում, այն դեպքում, երբ որ ինքը ներքին հավասարակշռություն չունի, չէ՞, առաջի բանը, որ ինքը անում է, հոգևոր կյանքն է սկսում արհամարել։ Բայց ես գնացի տաշի տուշի անելու։ Բան ինչ, հոգևոր կյանքի եսին ինչ, այդ հոգևոր կյանքի փոխարեն, մատրակնելու փոխարեն գնալ միացի շոտ կա, մեն բան կամ ես օգնեցի ստեղը շո գնացի, ինչ գալու է, ես ինչ տանելու, բան շո գտանավ, չէ՞ ինձ, շո։
Հասկանում եք, այդ դա նշանակում է ես հավասարակշիռ չեմ։ Այսինքն ես ընկա լիկավանիա ցնծության, այդ ցնծության տրամադրությունների մեջ հոգևոր կյանքը միանգամից տուժեց։ Ну դժբախտությունն է դրա մասին մարդը դաժե խոսալու իմաստ չկա, չէ՞։ Հենց որ մի հատ բան անում, всё, ես մեռնում եմ։ Ինչ հոգևոր կյանք, թքել եմ Աստծո վրա, ամեն ինչի վրա, ինչի չա։ Այն կապվածությունը, իսիղիզը տվեցի, իսիղիզը չեմ ուզում ոչ լսեմ, ոչ կարդամ, ինչի որտեղ չէ, ռեալ, ես մատես բան եմ անում, չէ, բայց ռեալ էլի, մարդը երբ որ ինքը տառապանքի մեջ է, չէ, ինքը չի կարողանում ուրախանալ, իսկ հոգևոր կյանքը ուրախությունն է, չէ, ռեալ Աստծո հետ շփումը, ինքը միանգամից, այդ որ ուրախություն բանը մի կողմ դնենք, ինքը միանգամից լույս է, չէ, մտցնում մարդու մեջ, միանգամից, առանց ոչ մի ստեղնդեր գնալու։ Մարդը հենց սկսեց աղոթել, իր մեջ լույս է մտնում, մարդը հենց սկսեց սուրբ գրված կարդալ, իր մեջ լույս է մտնում, հասկանում եք, այդ իրան միանգամից դուրս է բերում տառապանքից, չէ, բայց մարդը ինքը չէ, տառապելու ժամանակն է, երբ տառապել, գործ եմ ունեցել, հասկանում եք, եթե երբ է տես լինում, երբ որ նյութական կապակցությունները ուժերը, չէ, ես առանց բանի եմ, էլի ասում, քիչ չափազանցված եմ ասում, որ կոնտրաստը զգանք, էլի, որտեղ այստեղ արդեն, բայց էլի, սա այն կետը չի, որտեղ որ կարելի է զիջել, որտեղ եթե դու այստեղ զիջում ես, սա մենք քննարկում ենք ինչն է խոչընդոտում հոգևոր կյանքը, չէ՞, քո հոգևոր կյանքն է կանգնում, իսկ ինչի է ինքը կանգնում, որտեղ ամենասկզբից ինչքան որ դու զբաղվել ես հոգևոր կյանքով, դու չես կարևորել քո համար հոգևոր առաջընթացը։ Այսինքն դա նշանակում է, որ դու կրոն ես մտել, պրոստը քո նյութական կապվածությունները լավ վիճակում պահելու համար։ Նյութական մոտիվով։ Դրա համար հենց որ նյութական մոտիվը ինքը չի բավարարվում, ազնվորությունը ինքը միանգամից հոգևոր կյանքը թողնում է։ Ու ամենածիծանալուն է, որ եթե բավարարվում է, էլի թողնում է։ Միանգամից դառնում են վայրող։ Այդ ժամանակ Աստված ստիպված է անում, ասած դրա վաստակեմ էի մի քիչ վայրի բան, а теперь получи морковку сзади, чтобы начать бегать. Մի հատ բան անում, որ սկսես այդ դրա մեջից դուրս գալու համար սկսես վարել։ Հասկանում եք, չէ՞։ Բայց եթե ազնվորությունը իսկ երբ ինքը կարողանում հավասարակշիռ լինի, կարողանում է հավասարակշիռ լինի, երբ որ մի քանի հատ պարզ բաներ է հասկացել, այն ինչ որ իրան հոգևոր ուսուցիչն է բացատրել, չէ՞, որ նյութական աշխարհում ամեն կենդանի ունի իր ճանապարհը։ Եվ այն ամեն ինչը, ինչ որ ինձ տրված է այս պահին, դա չի նշանակում, որ դա իմ հավերժ կապերն են, իսիջերն են, հա։ Ու այո, ամեն մեկի ճակատագիրը ամեն վարքյան կարող է մարդուն իմ կյանքից դուրս բերի։ Եվ ամեն վարքյան իմ կյանք կարող է մտի ինչ-որ այդ բաբշե նոր ազնվորություն, ոչ չիմանամ դրա հետ ինչ անեմ։ Հասկանում եք, այո որ մարդը ինքս այդ շատ այդ ֆունդամենտալ գաղափարները ինքը հասկացել է, ինքը հավասարակշիռ է լինում։ Հասկանում եք։ Հատկապես այդ կետը, որ ամեն մեկը պետք է հասկանա, որ ամեն կենդանի ունի իր ճակատագիրը, ունի իր ընտրությունները, ու ոնց որ Աստված մեզ է պաշտպանում մեր ընտրությունների մեջ, չէ՞։ Օրինակ ասենք հիմա, ինչքան մարդ կա այստեղ այս պահին նստած, որ իր ընտանիքի անդամները գոհ չեն, որ ինքը բաքսի մեջ է։ Բայց այստեղ նստած ենք, չէ՞։ Դա ինչ նշանակում, որ Աստված պաշտպանում է, չէ՞, մեր ընտրությունը, թե չէ։ Նշանակում է, չէ՞, որ պաշտպանում է։ Բայց ինչի ենք մենք ենթադրում, որ ինքը մենակ մեր ընտրությունը պիտի պաշտպանի։ Ինքը ուրիշ կենդանիների ընտրությունն էլ է պաշտպանում։ Ինքը ասում է, երբ որ իրանք ոտնձգություն են անում քո հատեպ, ես քեզ պաշտպանում եմ, չէ՞ որ դու կարողանաս հոգևորով զբաղվես, ասպես հավանես լավ է, ասկոտիվացան տանեմ, որ լավ է, ինքը դու ինչ բան է ուզում, կարելի է, որ ես իրան ուզածնել անեմ, որ իր համար էլ լավը լինի,
Даже եթե դի սխալ բան այնքը այդ լավի մեջ իր պատկերացվող դիմաց մտնի, հասկանա, որ դի լավ չի, հետո նոր անցնի ինչ-որ ուրիշ պրոցեսների, ամեն կենթանիակ չի, որ ինքը գիտելիքով է զարգանում, լիքը կենթանիակներ, հատկապես աստվածամիջության դարաշրջանում ծնվող, իրանք փորձով են զարգանում, հասկանում եք, ես իմ կյանքում 3 հատ այդպիսի անձնավորություն եմ ունեցել, որոնք ասել են չէ, բա, դիջուր ասում ես ճիշտ է, բայց մենք ուզում ենք հələ կյանքը վայելենք։ Ես համբերել եմ 45 տարի։ Հիմա իրանցից ամեն մեկին հարցնում եմ, վայելեցիր։ Ինչ հասկացար քո ապրած կյանքից։ Արի դե հիմա ես էլ կյանք ապրեցի դու էլ։ Արի դնենք նժարի վրա։ Ով ինչի է հասել։ Այսպես քո ներսում, երբ որ դու գնահատում ես քո ապրած կյանքը, ինչ ես ասել դու։ Կամ ինչ եմ ասել ես։ Չէ՞։ Հասկանում եք, դա միշտ չէ, որ գիտելիքով ամեն ինչը։ Մարդիկ կամը փորձով, չէ՞, ու գերագույն աստվածություն ինքը շատ հանգիստ է այդ ամեն ինչին վերաբերվում, մենք դրանից ծաղկում ենք դրամա, ինչի, որտեղ մենք ունենք մեր կապվածությունները, դա ինչ է նշանակում, ինչ է նշանակում ես ունեմ իմ կապվածությունը, դա նշանակում է ես չեմ կարողանում ուրիշ կենդանիակին ազատություն տամ, որ ինքը իր կյանքով ապրի։ Բաղավատանում այդպիսի պատմություն կա, երբ որ մի հատ փոքրիկ երեխա մահանում է, այլ հաց կոց բան ես ինչ, կարծեմ նարազամունին է գալիս, ինչ է եղել, բան սեն երեխային կոծվել, դա ցավալի բան է, չէ իրականում շատ, աստվածոջանի։ Ինք ասում է, բան ուզում եք կարող եմ իրան կենթանացնել։ Բայց հոպ, թե երեխան ինքը կենթանանում, ասում ես ինչի ուժի այդ բերեցիք չհասկացա։ Ես այդտեղ արդեն ուրիշ ընտանիք ունեի։ Ինձ համար հավեսի ապրում էի։ Դուք ով եք вообще? Я вас не помню։ Հասկանում եք, որտեղ այդ վերածնունդը ինքը տենց է, չէ՞, երբ որ կենթանիակը ինքը գնաց, հիմա օրինակ ասենք, հիմա դուք էստեղ նստած եք, դուք շատ եք հիշում անցյալ կյանքում ձեր մաման ով է եղել։ Չեք հիշում, չէ՞ որ ուզում եք ացնի։ Դուք կարող եք վերացնել մոտավորապես գնահատեք ովքեր ումերի հետ եք շփվել, նրանից թե այս կյանքում ինչ հոգեվիճակ ունեք, ինչ բնավորություն ունեք, ինչ պայմաններում եք ծնվել, ինչ ծնողներ եք վաստակել, դա չէ։ Հասկանում եք, այդ անձնավորությունը ինքը չի հասկանում, ինքը խորասուզվում է։ Մենք անցյալ անգամ շատ մի հատ նուրբ կետ, իմ կարծիքով շատ նուրբ կետ ուսումնասիրեցինք, չէ, որովհետև գիտեք ոնց այլ հոգի բանցյալ մեջ իրան այնքան նուրբ կետ է կամ էլի, որ այնտեղ այլի, որ երևում է Աստծո նրբությունը։ Չէ, որ ասեք ինչի է ինքը այդքան նուրբ ասում, էլի, որ չխորանալ, էլի, не поддаваться контролю, թույլ չտալ, որ թաղիցը քեզ ղեկավարի։ Չէ, մենք հատուկ խոսացինք, չէ, դրա մասին, որ դա չի նշանակում, որ դու չթաղծես։ Որտեղ եթե դու կապվածություն ունես, դա նորմալ է, որ եթե քո կապվածությունը կտրվել է կամ ծառում է, հա։ Հոգևոր աշխարհում էլ է տես։ Եվ Քրիստոսն ինքը հեղանում է, հրացան ինքը ցավից լացում է։ Ինքը չի ասում, գնացիր հետ չել գնաց, պաշով վեճսել չես։ Հա, ամբողջ հոգևոր աշխարհը շուղանգալի կապի վրա, որպեսզի այդ երկուսին նորից կպցնի իրար։ Հասկանում եք։ Դրա համար ինքը սա շատ նուրբ, շատ կարևոր բան էր, հա, որ ասենք, որտեղ գիտեք ոնց է, էլի, մեկ մարդիկ երբ որ ասենք կորուստ են ունենում, չէ՞, այն մախից հանել, բանից հանել, չան, սքից հանելը, բան չէ, ինչ արարողություններ, էլի, գալիս են մի հատ անհեթեթ բան են ասում, թե ոչինչ բան կյանքը շարունակվում, բան, հանգստացի։ Ինչ ոնց կարա մարդը ինքը հանգստանալ, չի կարա ինքը հանգստանալ։ Ջուր խմի հանգստացի, ես ջուր էլ որ դեն չեն տալի վապշի ջղայր։ Ինչ արի, հնարավոր չի հանգստանալ։ Չէ՞, դրա համար ինքը նուրբ է, չի կարելի, հա, կենդանիակի կապվածությանը չի կարելի կտել, երբ որ ինքը եթե կորցրեց, դա շատ նուրբ է իր մեջ։ Չէ, ինքը պոստը ասում է, հա,
դու իրավունք ունես այդ զգացմունքը ունենաս, просто թույլ մի տուր, որ ինքը քեզ ղեկավարի։ Որտեղ եթե թույլ ես տալի, որ ինքը քեզ ղեկավարի, ինքը քեզ քանի գնում ներքևակար, հա, ու վերջում դու գալու ես այդ գաղափարի, որ ինձ ես մեղադրելու, որ ինչի տենց եղավ, չէ՞։ Իսկ դու հենց ինձի մեղադրեցիր, ես ինձի որ ճղեմ եմ, դու այլևս չես կարողանալ ինձի լավ վերաբերվես, բայց ես այդտեղ մեղք չունեմ։ Ամեն մեկը ստանում է կամ իր վաստակածը, կամ իր ընտրությունը։ Всё, причем ստացվում ես вообще։ Հասկացանք, չէ՞, որ սա ինքը շատ նուրբ կետ էր։ Այսօրվա մեր քննարկման կետը ինքը ուրեմն հնչում է այսպես։ Умеренность. Умеренность, չափավորություն, ապրենք։ Ուրեմն լինել չափավոր ուրիշ աստվածներին եւ սուրբ գրվածքներին քննարկելու ժամանակ, հա, եւ չունենալ բան, մեծամտություն, չունենալ մեծամտություն, արարչի եւ ուրեմն հոգեվոր մարդկանցով։ Այստեղ շատ կարևոր կետ է, որովհետև ասեք, տեսեք, երբ որ դեմոկրատները իրանք փորձում են այնպես անեն, որ դու ամենահետաքրքիրն է, որ նույն կենտրոնը ինքը ստեղծում է տարբեր կրոններ, հետո նույն կենտրոնը ասում է երեխեք իրար հետ լավ ապրեք։ Հա? Ինքը ամեն մի կրոնի մեջ դնում է իրար սպանելու սկզբունքը, հա? Հետո ասում է, բան իրար սիրեք, խաղաղ ապրեք, եթե լավ չի, որ կրիվ եք անում իրար հետ, հա? Երբ որ այս երկրորդ կետն են ուզում ապահովել, չէ, երկրորդ կետը ապահովում է նրա հաշվին, որ օրենք են ընդունում, չի կարելի քննադատել ուրիշի աստվածներին, չի կարելի քննադատել ուրիշի սուրբ գրվածքները։ Եվ այդ կետի մեջ անցնում են սահմանը, որն է սահմանը անցնելը։ Գոյություն ունի երկու խնդիր։ Անկասկած ոչ մեկի սուրբ գրվածքը չի կարելի վիրավորել, չի կարելի արհամարել։ Ինչ է շարքում վիրավորել։ Նա շարքում է կոպիտ բառեր օգտագործել, չէ՞, արհամարական բառեր օգտագործել, արհամարականորեն վերաբերվել։ Ես դա միշտ այդ օրինակը բերում եմ, որտեղ ինձ համար դա վայրագության գագաթնակետ է, հասկանում եք, որպես մի հոգևորականը ինքը իր հետևորդներին այսպիսի նախադասություն ասի, որ այդ բան է, Քրիշնայի գրքերը զուգարաններում օգտագործեք։ Հա, ու ամբողջ մի քաղաք վերցնի ու այդ գրքերը հենց այդպես էլ օգտագործի։ Հա, ահավոր բան է, չէ՞ դա։ Հասկանում եք, այսինչ սահմաններ կա, որ չի կարելի անցնել։ Հիմա, եւ երկրորդ խնդիրը դա նա է, որ ճշմարտությունը ի հայտ բերելու համար մարդը ինքը պետք է կարողանա գնահատի։ Հա, ուրեմն քննարկել գնահատելու համար, որպեսզի համեմատություններ տանես եւ կարողանաս հասկանաս ամեն մի գաղափարախոսության առավելություններն ու թուլությունները, կարողանաս հասկանաս, թե անձամբ դու այդ ամեն ինչի մեջ քո հոգեհարազատը որն է, որպեսզի դու կարողանաս ընտրես, թե որ պրակտիկայով ես ուզում զբաղվես, սա մի բան է, վիրավորական վերաբերվելը, սա լրիվ ուրիշ բան է։ Հա? Նույն ձևով ասում են, նվիրալներին չի կարելի վիրավորել, չէ՞։ Եվ ասեք բաները, ոչ նվիրալները իրականում, որոնք ձևական գալիս են, կարիերիստ են, իրանք այնտեղ ինչ-որ պաշտոններ են վերցնում, ինչ ուզում են անում են, եւ երբ որ սովորական հոգեվոր մարդը ինքը ասում է, նա չհասկացա, չի անում։ Հոգեվոր մարդկանց վիրավորել չի կարելի, գիտեք, ու դա դժոխք ես գնալու։ Հա, հասկացաք, չէ՞։ Եվ էսի ինքը շատ կարևոր թեմա է, որտեղ մարդիկ իրանք ռեալ շտուպորի մեջ են ընկնում, այսպես սկսում են վախենալ, բան, ու խնդիրը ո՞րն է ասում։ Եթե ինքը այդտեղ նստած է, ուրեմն իրան աստված է, չէ՞ նշանակի։
Ուսո, մարտանանալ հահելի։ Հետո ստացա, ոգևոր դաշտում մանգը, ստացա չի իրամտել ստացել։ Բայց ինքը այդպես չի, չէ՞։ Մարդը պետք է նայի, թե ինքը ինչի հաշվին է եկել այդտեղ հասել։ Հա? Եվ եթե ինքը սրիկայությունների, սրա նրա վրայով մանգալու, սրա նրան վարի տալու գործընթացներով բարեկի ասել կարիերայի ճանապարհն է անցել ոնց որ սովորական կառնին։ Ինչ աստվածը դեռ պրիչոմ։ Ինչ ճանգե կելես մեկ կարիերայի ես ասել, մաս մեզ աստվածը նստացրել։ Երբ որ աստվածը նստացնում է, դի вообще ուրիշ ձևան է նայում։ Մենք ձեզ հետ կքննարկենք, դուք կտեսնեք թե դա ոնց է լինում եւ դա աստծո դրածն է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այս իրանք շատ բադ խնդիրներ են։ Միշտ պիտի հիշեք ամենակարևոր սկզբունքը։ Բոլորը իրավունք ունեն ուսումնասիրել, քննարկել։ Հա? Եվ եթե ուսումնասիրության ընթացքում գտնում են թերություն կամ բան, ոչ այդքան հասուն գաղափարներ, այսինքն գաղափարները ինչքան կա ճիշտ է, բայց լրիվ չի։ Կամ սխալ գաղափար է։ Հասկանում եք, երբ որ դու բանականությունը միացրած հանգիստ կարդում ես եւ ասում ես, այ լավ հասկացանք, ասենք, այսի ինքը սենց է, բայց ասենց որ շարունակում ենք ինքը ճիշտ սենց մի հատ բան դուրս գալի, այսի չի նմելի։ Չի գտնում այն մնացած ամեն ինչի հետ, որ միջև է ասվել էր, կամ ինչ-որ բան եք գտնում, չէ՞։ Այդտեղ պետք չի վախենալ, որովհետև դուք ոչ մի վիրավորանք չեք հասցնում։ Ինչու է սա շատ կարևոր, որովհետև աստվածամերժության դարաշրջանում իրական կրոնականության դաշտը ինքը զարթված է հոգևոր կարիերիստներով։ Հոգևոր կարիերիստները իրանք ոչ մի սրբություն չունեն, չէ՞։ Ինչ ուղումներ ասես մտցնում են, ինչ փոփոխություններ ասես մտցնում են, որ գաղափարը ոնց ուզում են այդպես էլ քննարկում են, չէ՞։ Հետո եթե ասենք իրական հոգևոր մարդն է գալիս, ինքը ասում է, գիտեք, այս գաղափարը ինքը իրականում սենց է, ինքը ասում է, ես կով ասեց։ Քո համար տենց է, ես էլ ասում եմ սենց է, հիմա ո՞վ է պաշտոնում, ես ու իմ ասածն է ճիշտ է, վիսը։ Հասկանում եք։ Ես այդքան բան տենց բաց խոսակցություն չի էլի։ Եվ ասեք, այո, իհարկե, եթե դուք գործ ունեք կրոնական կազմակերպված կրոնի հետ, դուք պետք է հասկանաք, որ դա մաֆիա է։ Որտեղ որ կրոնը ինքը կազմակերպված է, դա մաֆիա է, վсё։ Հասկանում եք։ Իր բոլոր հետևանքներով։ Եվ իրանց դեմ խոսալը, իրանց դեմ չոքած էսի ոնց է ինչի արի, դա բացարձակ անիմաստ գործողություններ է, եթե դուք իշխանություն չունեք։ Հա? Դա մախինա, այսա ձեզ վրայով անցնում է, թքում է մոռանում եմ ձեր անունը вообще։ Ոչ բան հնարավոր չի անել։ Իսկ ուստեղը այդ անիմաստ գործերով զբաղվել պետք չի։ Բայց ինչի համար է պետք էս կետը։ Այս կետը պետք է նրա համար, որ դու քո համար հոգևոր կյանք ես ընտրում, հա? Դու քո համար քո տանը հանգիստ վերցնես բոլոր հոգևոր գրականությունը, եթե քեզ դա պետք, ասեց հանգիստ կարդաս, հանգիստ քո մեջ գնահատես թերություններն ու առավելությունները, կատարես ընտրություն։ Հետո դուրս չգաս սրան ասես, վայ, գիտեիք, տեսակ, այս իշտեղ ասես բան է գրած, էսի սուտ է, էսի սխալ է, էսի սենց է, դա ոչ մեկին պետք չի ասել։ Ինչի՞, որովհետև այդ ժամանակ դուք անպայման հանդիպելու եք այն կրոնը, որի հանդեպ դուք ինչ-որ մի բան ասեցիք, այդ կրոնի ներկայացուցիչների ֆանատիկների, որոնք իրանք, ես դեռ չգիտեմ ոնց նկարագրեմ, թե ընդհանրապես կրոնական ֆանատիկները իրանք ինչի են ընդունակ։ Պատմությունը ես պատմելու բան չունեմ, պրոստը պատմությունը միացած պավերտնասնի, նայեք, տեսեք, թե կրոնական ֆանատիկների ձեռքերով ամբողջ այս աստվածան 5000 տարվա ընթացքում ինչեր է արվել։ Հասկանում եք։ Սա բացարձակ անիմաստ գործողություններ են։ Երբ որ ինքը այստեղ ասում է պատշաճ հարգանք, հա, ուներ են ըստ, այդ էլի չափը ճանաչել։ Այդ չափը ինքը դա է, որ դու չես անցնում
արհամանելու սահմանը, հա, դու իրան հարգանքով ես մոտենում, հա, ինքը ինչ-որ մեկի համար է նախատեսված, սա էլ ինչ-որ մի ուրիշի համար է նախատեսված, այն մյուսները ինչ-որ մի հատ ուրիշի համար է նախատեսված, չէ, ու ասենք, այդ դու հիմա պրոստը խնդիր ուտես, որ ընտրես քո համար քո ճանապարհը, հետագայում, երբ որ դու հոգևոր հասունության մեջ հաստատվում ես, դու պարզ տեսնում ես, թե որ մեկը որտեղ ինչ առավելություն ունի, ինչ թերություն ունի, ինչն է պակաս, ինչն է ավել, ինչն է ինչ, չէ՞, բայց այդ բան էլի, այդ սահմանը անցնել երբեք չի կարելի։ Այդ նույն բանն է, ոնց որ ասեմ, նստեք արհամարեք առաջի դասարանի գիրքը, մտքով ձեզ բան չի ասում, չէ՞։ Ինչի, որտեղ դուք պրոստը հասկանում եք, սա առաջին դասարանի համար նախատեսված, իրանց համար, իր սկզբից մինչև վեր ճիշտ գրվածքա, չէ՞, չեք ասում, ճիշտ գիրքա, չեք ասում, չէ՞ որ, բաբակ, իսի պետք է վարժի, դες բան չեք ասում, չէ՞, հիմա նույնը այդ հոգևոր գրվածքներն են, հոգևոր գրվածք, եթե մենք կարման հասկանում ենք, իրա մեջ կա, չէ՞ այդ կետը, որ ասեմ կենթանիակը ինքը նոր է սկսել իր ճանապարհը։ Ինչ-որ մեկը վաղուց է արդեն հոգևորի մեջ, չէ՞։ Ասենք, ինչ-որ մյուսը եսին ինչ է, մեկը եսին ինչ է։ Հասկանում եք։ Ու ամեն մի այդ էտապում ինքը ունեցել է այդ էտապի համար համապատասխան սուր դեպասքը։ Ու հիմա էլ այս պահին էլ ինքը ունի իր ճանապարհի համար։ Դրա համար ես միշտ իմ աշակերտներին ասում եմ, երբեք մի փորձեք այդ քարոզ մարոզ բաների, երբեք մի փորձեք դարձի բերեք բան այն մարդուն, որը ինքը իր հոգևոր պրակտիկայի մեջ բավարարված է։ Եվ որ ինքը բավարարված է, դա նշանակում է, որ այդ հոգևոր պրակտիկան ինքը իր համար է նախատեսված։ Հասկանում եք, ուրիշ կրոնականության մեջ գտնվող կենդանիակներին կարելի է ընդհանրապես ինչ-որ խոսակցություն բացել իրանց հետ, միայն մի դեպքում, եւ որ իրանք իրանց բերանով են ասում, որ ունեն հարցեր, որոնց պատասխանը չեն գտնում։ Հա, եւ եթե դուք տեսնում եք, որ այն տեսությունը, որի բանն եք, հետևորդն եք դուք, ինքը այդ հարցերի պատասխանը ունի, չէ՞։ Դուք ասում եք, գիտեք, այսպես պատասխան կա։ Այս պատասխանն էլ ես ձեզ ասեմ, նրանցից նստեք մտածեք, ինչ կարողացել ձեր համար ընդունելի, եթե ընդունելի է, ընդունեք։ Այսպես պատասխան կա այդ հարցին։ Որ ժամանակ կենթանիակը ինքը եթե իր ժամանակն է եկել, ինքը իր հաջորդ քայլն անում ու գնաց դալշա։ Հասկացաք։ Սա շատ կարևոր կետ է։ Ուրեմն ամենակարևոր բանը, որ այս կետում մենք պետք է հասկանանք, դա նա է, որ քննարկել ճշմարտությունը ի հայտ բերելու համար ինքս իմ համար, դա վիրավորանք չի։ Վիրավորանքը կոպիտ վերաբերմունքը եւ արհամարանքը, հա, այդ ասենք ուրիշ կրոնականության սուրբ գրքերը ճղել, չգիտեմ, գալ, չգիտեմ, ուրիշի եկեղեցուրա թքել, այդ կոպիտ, շատ կոպիտ բաներ, դրանք վիրավորանք են, հասկանում եք, եւ այդպիսի բաներ անել չի կարելի։ Նա որ ինքը այդպիսի բաներ է անում, դուք պետք է միանգամից հասկանաք, որ Չայտանյանը ասում է, կատաղած փիղը մտավ իր հոգևոր կյանք, հավիրելու է, ոչ բան չի թողնելու։ Հասկանում եք, ուրեմն սա էլ էսպես։ Հաջորդը դա լավ խոսք ասեցիք, սակամել է մեծամտություն, հա, չունենալ միստ մեծամտություն, բանի արարչի, այստեղ բացինոտակում ինքը ասում է Վիշնուի և Վայշնավների, այսինքն Վիշնուի ծառայողների, ընդհանուր առմամբ դա արարիչն է և նրանք, ովքեր խոնարհվում են արարչին։ Տեսեք, ինչքան նուրբ կետ է հիմա բացինոտակուրը ինքը քննարկում։ Ինչի վաղ է կպավ ստեպ, չէ ուստեղ արարիչ է, չի գնաց կպավ արարչի, չէ, նայք, որովհետև մենք ձեզ հետ քննարկում ենք, չէ, որ արիացիների հոգևոր կյանքը ինքը վերջնակետը, դա Աստված ունի հզորություն, ունի հմայք։ Եվ պետք է լինի պատասխան, որն է ավելի կարևոր։ Աստծո հզորությունը, թե իր հմայքը։ Արիացիները իրանք ասում են հմայքը, որովհետև հմայքը հնարավորություն է տալիս
ունենալ մտերմիկ հարաբերություններ եւ այդ հարաբերությունների մեջ լինել երանելի։ Այդ Աստծո համայնքի հաշվինա չէ երանությունը իր հզորության հաշվին չի։ Հզորության հաշվին հոգևոր աշխարհում ուրիշ գործոն է աշխատում։ Չգիտեմ հայերեն այս խոսքը չէ, բայց ասելու եմ արխայնությունը։ Հասկանում եք, Աստծո հզորությունը հոգևոր աշխարհում ապահովում է այդ բոլոր արխայնները։ Ինչի, որտեղ ինքն ակնհայտ արտահայտված է, ակնհայտ հզոր է, ակնհայտ, որտեղ տեսեք վայրկութաներում տարարիչը ինքը արտահայտված է 4 ձեռքով, չէ՞։ Մենք դա քննարկել ենք, չէ՞, բակավատամով։ Հարցա չէ առաջանում։ Նկիսի որ առաջ անգամ կարդացի, շատ զարմացել էի։ Ասել եմ, երբ որ ասենք Վիշնուն ինքը նյութական աշխարհի սահմանի վրա պարկած է 4 ձեռքերով, դա հասկանալի է։ Որտեղ նյութական աշխարհում կան ագրեսիվ աստվածաբերեր, չէ՞, եւ կան հոգեբան մարդիկ։ Եվ որ ասվում է, որ իր երկու ձեռքը նախատեսված է հոգեբան մարդկանց համար, երկու ձեռքը ագրեսիվների պատժելու համար, դա նորմալ է, չէ՞, որտեղ կա, դա կա։ Բայց հետո մեկ էլ գալիս է եւ վայկուտ հայում, որը հոգեբան աշխարհի այդ առաջի սլոյն է, էլի, չէ՞։ Ուրեմն վայկուտ հայից առաջի շեշտում Գերագույն Աստծո ազնվությունը, որտեղ ամեն ինչը հենված է իր հզորության վրա, էլի 4 ձեռքով է։ Իր երկու ձեռը, որով ինքը պատժում է ժամանակի ընթացքում պատժում եկել անձամբ կուրսով, դա երկրորդ ձեռքը հոգևոր աշխարհում ինչ համար է։ Հա, այ հոգևոր աշխարհում իր գուրզը փայլում ասես բառը։ Հա, որտեղ ինքը այնպես ցուցադրում է, հա, որտեղ նյութական աշխարհում որպես արարիչ իր գուրզի վրա կա դեմոնների արյունը։ Ինքը չի մաքրում այդ արյունը։ Որպեսզի աստվածամերժերը միշտ տեսնեն, որ ինքը պատժող ձեռք ունի։ Հա, ինչ համար, որտեղ կենդանիակները իրանք վերջն է կետում, այս հենց ամենաբան կետում, չէ, սկսում են իրանց պահվածքը վերանայել վախից։ Չէ։ Լիքը կրոնականություններ կան, չէ, որոնք իրանք մարդուն պարտադրում են բարոյականություն վախի հիմքի վրա։ Սենց չանես ոտդ կկտրենք, սենց չանես կհանենք պողոշիջում ենք պալետներով կծեցենք կտարնաս աղացած միս, սենց չանես, սենց կանենք, մարդինքը սենց անում, ոնց է կնամ ինչպես կարել եմ վիճանեմ, որ ինձի չսպանեն, չէ, դրանով, հա, պահվածքը հա, բայց դա միշտ նշանակում է, որ կենթանյակը եթե իրան ներսում արատ ունի, ինքը մեկը իր արատը իրականացնելու ճանապարհները կգտնի, և այդեղ կրոնը ինքը դառնում է կեղծավոր։ Հասկանում եք, կեղծավոր է դառնում։ Հիմա, իսկ բանը, չէ, ասենք, ու նյութական աշխարհում հա ինքը ունի 4 ձեռք, այդ գուրզն էլ լրիվ արյան մեջ է։ Իսկ հոգևոր աշխարհում ինքը գուրզը ունի, բայց փայլացած։ Այսինքն այնտեղ երևում է իր պոտենցիալ, որը ինքը այնտեղ երբեք չի կիրառում, որտեղ դեռ չկա կիրառելու, չէ, բայց այդ որ ինքը այդ արդարության բան ունի, չէ, սիմվոլը ու արտահայտված, այդի ինքը մտանում են, ինքը խոսում է դրա մասին, որ կենտրոնիակները այնտեղ այդ կուրսը երբ որ նայում են արխային։ Հասկացաք, չէ, հա, հիմա տեսեք միացիվն համով պատմություն կա, մի անգամ Ռինդավանում, ուրեմն Քրիստան ինքը փախնում էր գոբիներից։ Գոբիները իրան գժված ընկած ամենտեղ բան էին գալիս, ու ինքը տեսնում է, որ ինքը հիմա որ փախնում է, այս գոբիները արդեն հայ հեսա իրանք գտնեն, ինքը մի անգամ էս կանգնում է ու Դարայանայի մարմինն է, Ջոսերան։ Այս գոբիները իրան խոնարհվում են բան, Դարայանա ջան, բացեց այդ ասում Քրիստան ինչ ես տեսել։ Ասեք բացի մեջ գտնվող բաները, ավտորիտետները իրանք այդ համով էպիզոդներ էլի քննարկում։
որ ամենակարևորը, երբ որ իրանք այդ հարցը տալիս են, ճիշտ է, ես տեսա ինքն երկու ձեռը, որ գույս բանա պահում, ես ամոթից պահում է։ Դա մեջքի հետ դա պահում, որտեղ ասենք, բանա էլ, այդ տեսեք ինքը ինչ հետաքրքիր հոգեբանություն է, չէ՞, որ ընդեղ որտեղ որ կենդանիակները հմայված են Աստծո լավ որակներով, չէ՞, Աստված ինքը ամաչում է իր հզորությունը ցույց տա։ Բայց ոնքանետի որ ռեգիոնն է, մենք դեսի մասամից է խոսացել ենք, չէ՞, որ այդ ռեգիոնն է, որտեղ բոլորը իրար նման են, այսինքն բաներ, դες էմոցիոնալ տատանումներ, բան դες ակտիվ վերաբերմունք Աստծո հանդեպ չկա, իրա տարածություն կա, հարգանք կա, գիտակցություն կա, որ ինքը Աստվածն է, բան չէ, հասկացաք։ Իսկ ունդեղ ինքը իր հզորությունը ռիլ դեմոնստրացիա է անում, որ ես էսի կարող եմ անել։ Իսկ դա ամաչում է։ Հա, որտեղ սիրող կենթանիակներ, այդ տենց ոնց որ իրան դիտավանում են, սիրում դրանց առաջ գուզ բան բրճում ստվա չէ։ Մի անգամ բան կրնեն, չէ՞։ Այդ էմոցիաների մեջից դուրս կգան էլի, խանգարի իրաց այդ հանգամանքը, չէ՞։ Ուրեմն այդ խնդիրն է գնում, որ ասենք ինչի համար եմ էսի մասա քննարկում, որ վերջնական խոսակցությունը ինքը Բագավատամն է, եւ Բագավատամը ինքը ասում է Աստծո հմայքը ավելի կարևոր է։ Հիմա տեսեք, օրինակ ասենք, ես հիմա նստած եմ Աստծո հմայքի ներկայացուցիչն եմ։ Ինձ համար Աստծո հմայքը ավելի կարևոր է, քան իր հզորությունը միլիարդ անգամ։ Եվ կան հոգևոր մարդիկ, որոնք իրանք գիտեք ոնց է էլի, եթե իրանք այդ ամենի մեջ լուրջ չեն, այլ պրոստը տենց էլի, դրանիցիչիսկի ինչ-որ կարդացել են, որ դա կարևոր է, ես դրա ներկայացուցիչն եմ, ու դրա համար բանը ջիչն ու բան արարիչ, մարարիչ, եթե եսի ինչ է, մի անգամից կողոսություն են, մեծամտություն են զարգացնում, հասկանում եք, բան էլի, եթե ունակ հոգևորությունի հետ հարաբերությունների մեջ էլ կա էլի, որ աշակերտներ կան, որ իրանք ասում են, որ իրանց հոգևորությունիչը շատ լավն է, ոչ թե որ իրանք հոգևորությունիչն են գովերքում, այլ որ իրանք հետո ասեն, որ ցույց տան, ոչ թե ասեն, այլ դեմոնստրացիան են, որ ես ամենալավ հոգևորությունիչի ամենալավ աշակերտն եմ, լավ հասկացաք ով եմ, հասկացաք, չէ, այդ մեծամտությունն է, հա, հիմա, այն նրանք, ովքեր որ արդեն մտնում են այդ դաշտ, որ իրանց առաջ բացվում է, իսկ հիմա ողորմածության դարաշրջանը, այդ դաշտը ինքը բաց է, բոլորի համար, հասկանում եք, հիմա տենց մարդ չկա, որ ինքը ասի, ես արժանի էի դրա համար ստացա, ոչ, ինքը բոլորի համար բաց է, հասկանում եք, այն փողոցի, չգիտեմ, մանեկող շունը կարող ենք կատու ունեինք, գյուղում մենք այդպիսի մենակ կատու ունեինք, իմ ամուսինն երբ որ նստում էր մատրակ կրկնելու, չէ՞, այն, չգիտեմ, գյուղի այն մի ծայրում ելներ, դուք չեք պատկերացնում, այս ձիու նման վասելով գալիս էր, ես ասում եմ, որտեղից է իմանում, ասի մարդը նստած համար շշկով մատրակ կրկնում, ո՞նց է իմանում, դες ծալապատիկ էր, չեք նստում, գալիս էր այդ իրա ծալապատիկ ոտքերի վրա նստում էր, այսպես 16 շրջան, 1.5 ժամ, այսպես առանց աչք թարթելու նայում էր իմ ամուսնուները, հենց ինքը մատրան դնում էր ենքով վերևքինում գնում, մենք շշմացում, вообще, հասկացաք, չէ, ու ասենք, մեկ էլ մի հատ ուրիշ սովորություն ուներ, որ ասենք, երբ որ մեր տունը նոր նվիրալներ էին գալիս, չէ, հոգևոր մարդիկ են գալիս էին, դեպ այնտեղ մեկ սեղան բանես բաներ չունեինք ես, բաները փոնում էի պոլին, ու տենց, դա սիրում էի բոլորին։ Նոր մարդ եթե գար, այդ պարածան, այդ պարածի այն կողմը, սենց գալիս նստում էր նայում էր այդ մարդու երեսին։ Մինչև այդ մարդը իրա ափսեի մեջից, իրա մնացորդը, մի կտոր պրասատ իրան չտարը տեղից չէր կտրում։ Բնակ 4 հոգի է եկել, տես նստում էր դրանց վերցնում էր, գնում էր այն ուշտ առաջ էր նստում։ Ասում է շուշուտ տվեք, որ մեգա չեք պարծանելու, 3 ժամ ստայք կնստի բկներից չեք կարող ստացուտեք, ծայք թողակիս գնացուք էլ ակիս ստացուտեք, հասկացակ չէ, այսկն ուժեմ ասեմ, որ ինքը բաց է, ինքը բոլորի համար բաց է, ես կատու ունեմ, որը ինքը աստած ոչանը միտեղ գիտան դնեմ,
Այդ ես գիտար մի տեղ դրեցի, գալիս է, պրյամոյ գիտայի վրա նստում է։ Իսկ ոչ ասում էի, վայ, բան վիրավորան կմեռնեմ հիմա, չգիտեմ ինչ կլինի, բայց հետո հասկացա, որ չէ, ողորմածության դարաշրջան է, այսի կարող է տենց նստելով մյուս կյանքում ծովի դες որ գիտան անգիր գիտի, ոչ մեկ չի կարա ասի, իջալնելու, հասկացանք, չէ։ Այդ ողորմածության դարաշրջանն է ինքը բոլորին հավասարացնում է, որ բացարձակապես բոլորը կարող են մոտենալ Աստծո մայքին։ Ինքը այլևս չի թաքցնում իր մայքը։ Հասկանում եք, ու այդտեղ, չէ, ինքը իհարկե գաղափարախոսության տեսանկյունից, հոգու կարիքի տեսանկյունից, չէ, որ ի հայտ է գալի Աստծո հմայքը, Աստծո հզորությունը ինքը մի տեսակ գնում է երկրորդ պլան։ Հասկացաք։ Այ որ ինքը գնում է երկրորդ պլանը, չէ, դա կարա այլ մեծամտություն առաջանալ, տիպը մենք պատեց էլիտար, հոգևոր գաղափարի հետևորդներին։ Ու էդի իրականում հոգևոր կյանքի գերեզմանն է։ Հասկանում եք։ Որտեղ մենք պետք է հասկանանք, որ տեսեք ինքը բանը ոնց է չէ գնում այդ աստիճանը, ինքը ոնց է գնում, չէ, ինքը գնում է ասենց։ Կենթանեակը սկզբից ուզում է կարգավորի իր նյութական գոյությունը։ Իր ինքը մի հատ շահ ունի։ Տառապանքից բարձրանալ, երջանկության մեջ հաստատված լինել։ Վերականգնում է Աստծո հանդեպ իր վստահությունը, չէ՞։ Բայց ինքը դա մի բան էլ է, չէ՞։ Գիտագույն ասպանձնավորություն ինքը ասում է ուզում ես չտարապես ու երջանիկ լինես, այ էս արա։ Ինչ բան կա որ ինձանից է, չէ՞ կախված։ Ես անում եմ։ Հիմա տեսեք, ես միշտ դա ասում եմ, հատկապես տղամարդկանց համար, չէ՞, այդ Աստծո հմայքի գաղափարը ճնելը պայմանավորված վիճակում, պետք է ահավոր դժվար է։ Ինչի համար, որովհետև իրանք խնդի պայմանավորված վիճակ, այդ տղամարդն ինչ որ կոչվում է տղամարդ, չէ՞, իր համար կարևորը հետո որ ինքը խելացի երևա, իմաստուն երևա, չէ՞, հզոր երևա, բան չէ որ ազդեցություն ունենա հասարակության մեջ, որովհետև եթե ինքը էդի չունի, ինքը չի կարող, չէ՞, ինքը ոչ կարող է ընտանիք պահի, ոչ կարող է ինչ-որ տղամարդը դա կարևոր խնդիրներ են, հա։ Մեկ էլ բան գանչես բան, Աստված դա բան է, սեր է, բարեր են հնչում, որից հատկապես աստվածամերժության դարաշրջանում մարդիկ, տղամարդիկ իրանք սարսափելի վախենում են այդ բարերից։ Ճիշտ է, հիմա շատ են տես տղամարդիկ, որոնք իրանք էմոցիոնալ բան նորմալ է, էլի, ինչի համար, որովհետև 500 տարի առաջ Տեր-Չայտանյան եկավ այդ սաղ ջարդեց ու սկսեցին ծնվել են հոգիները, հասկանում եք, որոնք տարբեր աստվածամերժության դարաշրջաններից ինչ-որ քրոնականության հակումներ ունեցող հոգիներ են եկան այստեղ, չէ՞, իրանք արդեն իրանք այդքան չեն վախենում։ Հասկանում եք, բայց որ նայեք հոգեբանության, հիմա մոտեցեք ցանկացած հոգեբանի, ասեք, որ Բաքծին ինքը ասում է, որ ազնվորությունը ինքը տղամարդու մարմնում է, թե կնոջ մարմնում է, այդի կապ չունի, ինքը կարող է կնոջ մարմնում պարզվի, որ հոգևոր աշխարհում ինքը Աստծո ընկերն է, եւ կարող է տղամարդու մարմնում լինի եւ պարզվի, որ հոգևոր աշխարհում ինքը կին է։ Հասկանում եք։ Ու հոգեբանն ասեք դրանտեսի անալիզ արեք, չի անդամ։ Հասկանում եք, ու ինքը մի անգամից դեսի պայմանավորված վիճակի տեսանկյունից կասի, այս գաղափարախոսությունը ինքը կնոջ մեջ ոչնչացնում է կանացիությունը, տղամարդու մեջ ոչնչացնում է առնականությունը, բրցի չարժակում տղամարդ, որը սկսում է իր մասին մտածել, որ ինքը աղջիկ է։ Ուրիշ բան է, չէ՞ դուրս գալի։ Հասկանում եք, չէ՞ դա համար էսի շատ բարդ խոսակցություններ են, էլի իրանք դες պարզ խոսակցություններ չեն, պրոստը մենք դες որ շատ խորը նայենք, մենք էլ դրան պատրաստ չենք, բայց այդ տեսանկյունից, չէ՞, հիմա մենք պետք է հասկանանք, որ տղամարդկանց համար շատ ավելի կարևոր է փիլիսոփայությունը։ Իրանք շատ սիրում են նույնիսկ, գիտեք ոնց է էլի, նույնիսկ հոգևոր հարաբերությունների, ինչ որ կոչվում է ռասա, հա, տղամարդիկ իրանք սիրում են ռասայի շուրջ փիլիսոփայել, բայց վախենում են ռասան զգալ։
քանի դեռ պայմանավորված վիճակ ունեն, իրանք վախենում են հասկան։ Ինչի որտեղ իր համար կարևոր է, որ ինքը բանականության, հզորության, այդպես այն ինչ որ իր պայմանավորված վիճակը այդ կարիքը ունի, չէ՞։ Դրա համար երբ որ մենք արտաքինից ենք նայում, մենք կարող ենք ասենք, հա, ճիշտ է ինքը բան, կանանց աստված է։ Իրանք կանայք են սիրում։ Իսկ տղամարդկանց աստված ցուցաբարարիչն է, որ հզոր, բան, չէ՞։ Այդ ինքն իրականում սա շատ խորքային պրոբլեմա, շատ։ Հասկանում եք, այդ ինյանի թեման է, որ ազնվորությունը ինքը չի կարող իրականացված համարվի, եթե իր մեջ կանացի ու տղամարդկային սկզբունքները հավասարակշռության մեջ չեն։ Ինչ նշանակում կանացի և տղամարդու սկզբունքները, դա նշանակում է բանականությունը և էմոցիան։ Իրականում և տղամարդը և կինը պետք է լինեն և բանական, և էմոցիոնալ։ Իրանքավոր առաքինի այդ արիացի տղամարդը կամ արիացի կինը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ որ ասում այդ հավասարակշռությունը կա։ Ինքը բանական էմոցիա է, սա էլ էմոցիոնալ բանականություն է։ Եվ սա ինքը շատ կարևոր թեմա է։ Հիմա տեսեք Մաքսիմոն Թակուրը ինչ հետաքրքիր նրբություն է քննարկում։ Ասում է, երբ որ դու տեսնում ես ազնվորության, որը ինքը հզորությանն է կապված, հա, իսկ դու հմայքին ես կապված ու 100% գիտես, որ հմայքը ավելի բարձր է, չի կարելի մեծամտություն ունենալ։ Բանի կմեմանա, առաջին դասարման չի հասկանում։ Հասկանում ենք, այդ չի կարելի անել։ Ինքը սա շատ նուրբ կետ է, որտեղ գիտեք ոնց ասեք, ես վստահ եմ, որ դուք համարյա չեք շփվում տես մարդկանց հետ, որ շփման շեշտված արարիչ բան չէ, բայց ամբողջ հեթանոս աշխարհի հետևորդները իրանց համար Աստված դա արարիչն է, այսինքն դա հզորության ասպեկտն է։ Չէ՞։ Ու մենք պետք է հասկանանք, որ իրանց էլ այդ ասպեկտն է դուր գալիս։ Հոգևոր աշխարհն էլ այդպես կառուցած, հասկանում եք, հոգևոր աշխարհում կան կենդանիներ, որ ապրում են Աստծո հզորության մարմնավորման հետ, իսկ կան, որ ապրում են Աստծո հմայքի հետ։ Ու բոլորը, ասենք, նրանք ովքեր որ ուղղակի է դա, որ տարբերությունը դա է, որ հոգևոր աշխարհում նրանք ովքեր կապված են Աստծո հզորությանը, իրանք գիտակցում են, որ հմայքը ավելի հոգևոր տեսանկյունից ավելի ինտենսիվ է, ավելի երանելի է, բայց սիրում են այդ։ Հասկանում եք, չէ՞։ Իսկ նյութական աշխարհում ինքը երբ որ ինքը հզորության մեջ է, ինքը մտածում է, որ հզորությունն է ավելի կարևոր, հզորությունն է ավելի հետաքրքիր, այնի սենտիմենտալությունն է։ Նա որ ինքը հմայքի մեջ է, ինքը մտածում է, դե հմայքին ոչ մի բան չի ասնի։ Բանը ինքը վարշիսի մեջ է, չէ, իրանցից ամեն մեկը դա այդ, որովհետև ճշմարտությունը ինքը սա է, Աստված ունի երկու ասպեկտ, հզորության և հմայքի, և մենք ոչ մի ասպեկտին հանդեպ իրավունք չունենք մեծամտություն ունենանք, որտեղ դա ընդամենը ընտրության հարց է։ Ու Աստծո հզորությունն ու հմայքը դա հոգևոր աշխարհի անբաժանելի իրականությունն է, այսինքն իրանից ոչ մեկը հերքելու չի, այս ապտի հասկանանք, էլի, ոչ մեկը հերքելու չի։ Հասկանում եք, և նա որ ինքը այդ կուլտուրան իր մեջ չունի, իր առաջ հոգևոր առաջընթացի դռները փակվում են։ Այդ սկզբունքներն եք էլի քննարկում, չէ՞, թե որ երբ հոգևոր առաջընթացը ինքը փակվում է։ Ուրեմն այստեղ այդ գոռոզության խնդիրն է, այստեղ Մաքսիմոն Թակուրը ինքը բանալից որ իմինը Վիշնուի հասկան արարչի և նրա հետևորդների հանդեպ, բայց ինքը հենց այդ համի նվիրալներից է, դրա համար ինքը գիտի, թե դա ինչ
բարձր վիճակա, չէ, ինքը իրանց ասում, ասում այ դուք, որոնք մայքով եք տարվում, չէ, իրավունք չունեք մեծամտություն զարգացնել։ Որտեղ դա էլ Աստծո բաներ է, ասես լիարժեք ասպեկտն է։ Հասկանում եք, ոնց որ հիմա դուք չգիտեմ էլի, ամեն կենդանեակ ինքը բաղկացած է հզորությունից ու մայքից։ Ու ինչ որ մեկը մեծ սիրում է մեր հզորությունները, ինչ որ մյուսն էլ սիրում է մայքը։ Դա հավասար է։ Դրա համար այդտեղ չի կարելի տարբերություն ունել։ Ոչ նրանք, ովքեր հզորությունն են սիրում, իրավունք ունեն մեծամտություն ունենալ, դրանց հանդեպ ովքեր որ մայքն են սիրում, ոչ էլ հակառակը։ Սա ինքը շատ նուրբ, բայց շատ կարևոր կետ է։ Ուշադիր եղեք էլի, այդպես որտեղ ինքը հանակ չի անում, երբ որ ինքը ասում է այդ բաները, ինչ որ մենք հիմա քննարկում ենք, դա կանգնացնում է հոգևոր աճը։ Պատան դիսամսնայր, ինչ ես անդամ։ Ուզում ես կանգնես, կանգնի, բայց եթե չես ուզում կանգնես, ուրեմն այս բոլոր այս խնդիրները, որ մենք քննարկում ենք, դրանց հանդեպ պետք է շատ ուշադիր լինել։ Ես որ ես կանգնացի։